Բարի օրեր իմ սիրելի հետևորդներ, սիրելի հայեր, այսօր հունիսի 15-ն է մոռացույցով Նեպտունի օրը, Նեպտուն, որը մեզ տալիս է բերում է անորոշություն, ընդհանրապես մոլորակում բերում է անորոշություն, անհանգստություն, անելանելի վիճակ եւ մոտ, խավար եւ այլն ամեն ինչ որ հիմա կատարվում է Իսրայել-Իրան հարաբերությունների մասին է իմ խոսքը եւ ընդհանրապես աշխարհում կատարվող իրադարձությունները ամեն ժամ, ամեն օր, ամեն ժամ փոխվում է եւ նույն մենք տեսնում ենք թե Իսրայելում, թե հիմնականում Իսրայելում այսօր ես նայում էի TV-ն, իրենք ունեն այդպես ուրեմն ալիք ուղիղ եթեր են մտնում եւ ցույց են տալիս բավականին մեծ թաղամասեր, ընդհանուր բազմաթիվ շենքեր քանդված, այդպես ծանր վիճակ Իսրայելում, Թեհրանում էլ թերևս եւ գիտեք ինչն է, ինձ համար սա բնականաբար անսպասելի չէր, որովհետեւ ես այս կանխատեսումը այս մասին խոսել եմ 2024 թվականին։ Գիտեք, ես հիմա կմիացնեմ դա եւ հողումը կթողնեմ հետո ներքևում, որպեսզի դուք ինքներդ համոզվեք, չնայած որ արդեն իմ հետևորդները գիտեն, որ ես փաստերով եմ ամեն ինչ խոսում, հնարավոր չէ որ ես դրա մասին խոսացած չունեմ եւ հիմա ներկայացնեմ։ Այսինքն ես 2025 թվականի պատերազմի մասին խոսել եմ 2024 թվականին, ինչպես որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի մասին տարիքից առաջ էի ասել եւ հենց եկավ ժամանակը, այդ ժամանակ էլ ասացի, որ սկսում է, ես այն ժամանակ դեռևս անդրադառնում էի Հայաստանի եւ համաշխարհային աստրոլոգիային, բայց հիմա քան որ ինձանից գողանում են եւ առանձնապես դուք էլ հետաքրքրված չեք, ես դրա համար հիմա չեմ անդրադառնում, սա 24 թվականի մասին է իմ խոսքը, իմ հիմա տեսեք ես բավականին ուշուշ եմ մտնում, երևի թե ամիսը մեկ անգամ, մաքսիմում եթե այդպեսի բան լինի երկու անգամ, մեկ անգամ նկարահանվում եմ, այդպես վիդեոները տեղադրում եմ ես մի անգամ եմ մտնում եթեր, որովհետև այդպես հիասթափություն կա, հիասթափություն եւ այստեղ չկա այն լսարանը մարդկանց գիտակցական այդքան բարձր չի հասկացողությունը եւ այլն այն աշճանի են իջացրել որ բամբասանքներից բացի ուրիշ բան հետաքրքիր չէ մարդկանց ես փաստն եմ արձանագրում որ այսպիսի բաներ են գրել եւ դա շատ ցավալի է այնտեղ որտեղ կա ճշմարտությունը մարդկանց դա ճշմարտությունը հետաքրքիր չի կամ այնքան տգետ լինեն որ իրեն սահմանակից երկիրն է որ ցանկացած բանում կարող է անմիջապես դա մեկը մյուսի հետ շղթայված է եւ եթե Իրանի համար վատ եղավ այստեղ մեզ համար վտանգավոր է դառնում ընդհանրապես այդքան տգետ են էլի Ինչևէ ես հիմա քանի որ ես հիմա կդնեմ իհարկե այլ վիդեոներում ուրեմն հաղորդումներում եւս ես հիշատակել եմ մասին, այսինքն կրոնական պատերազմի մուսուլմաններ եւ ուրեմն քրիստոնյաներ կամ ոչ քրիստոնյաներ, ասենք այս դեպքում իրենց կրոնը յուդաիզմն է տարբեր կրոններ, հա, այսպես կրոնական, այսինքն տարբեր կրոնների բախում է լինելու, իհարկե Իսրայելը վաղուց էր այս հնարավորությունը ինքը փնտրում եւ դա իրեն հաջողվեց 25 թվականին, ինչու մենք հիմա ես դա եւս դրան կանդրադառնամ, պարզապես եկեք լսենք, որտեղ ես խոսել եմ նաեւ եկեղեցու մասին, ինչ որ հիմա կատարվում է եւ թուրքը դուրս է եկել եկեղեցու դեմ եւ ձեզ ասեմ նաեւ դուք ամեն անգամ զարմանում եք, վայ, տեսեք, այսպիսի Facebook-ում գրում են եկեղեցու դեմ է դուրս եկել, եկեղեցուն այսպիսի բան է ասում, այս լկտի պահվածքով եւ այլն նման բաներ, ես դες տարիներ շարունակ ասեմ, որ դուք թուրքերի ձեռքը գերի եք թուրքաջհուդների ջհուդը ասում է թուրքը չէ էքովորց հպարտը եւ էքը քան որ ջհուդը միշտ էլ կազմակերպում է առաջարկում է կամ փաստը դնում է իսկ թուրքը կատարում է Այսպես է եւ ոմանց մոտ որ հարց առաջանում ով է ղեկավարում Հայաստանում, բացի դրսից ղեկավարելը բնականաբար, բայց բոլոր դեպքերում ասում են, չէ, իրադարձություններ կատարվում, հարցնում են թե ով է ղեկավարում, հպարտը թե մյուսը։ Ես ասեմ, եթե դու գիտեք այդ բանաձևը, որ
միշտ էլ հրեաները ջոհուդները ղեկավարել են Թուրքիային, Թուրքերը դա կատարել են, ոնց որ Հայաստանի ցեղասպանությունը եղավ 2020 թվականին, էլի ջոհուդը հոգեբանական աջակցությունով, հա, այդպես ջոհուդը ասում էր եւ արդեն այդ պայմանավորված էր իհարկե Թուրքը կատարում են, որ դուք Թուրքի ձեռքում եք ամեն ազգայինը ոչնչացվում է, թատրոնները ոչնչացում են, հիմա հերթահասել է եկեղեցուն։ Ես ուղղակի սրա մասին եմ խոսում, եկեք լսենք, լավ, ահա, գնացինք։ Եվ այդպես ես կարծում եմ, որ դուք ինչ հետընթաց եւ կլինի ինքը նորից սա չի ուրեմն հանդարտվելու Իրան-Իսրայել, ինչ էլ որ լինի, անկախ նրանից պատերազմ կլինի, չի լինի, ուրեմն միևնույնն է ինքը սա չի հանգստանալու, ինքը նորից արթնանալու է միանշանակ։ Եթե հանկարծ հիմա կարողացան ինչ-որ առումով զսպել, միևնույնն է դա կտեղափոխվի ուրեմն 25 թվական։ Լսեցիք, ես հիմա կշարունակեմ, սա չի ավարտվելու, շարունակվել է 25 թվական, այսինքն ես 24 թվականին կանխատեսել եմ, անկախ նրանից կլինի, չի լինի եւ այլն, այսինքն այնպես չի, գիտեք, ավարտվեց, լավ չի լինի, կավարտվի։ Ես ասացի, որ այնտեղ ասպեկտացիաներ կա, ես նշում եմ, որ պատերազմը լինելու է 25 թվականին լինելու է պատերազմը, բայց քանի որ այստեղ 80% դեգրադացած է եւ իրենց հետաքրքիր չի Հայաստանի եւ ընդհանրապես համաշխարհային աստրոլոգիայից, որ անդրադառնում այդ մարդկանց հետաքրքիր չի։ Իրենք ասում են, գիտեք, բամբասեք, խոսեք ուրիշի կյանքից, մի խոսքով են այլասեռությունները, որ թույլ են տալիս նստում են ու ավել պակաս խոսում են, մարդկանց հետաքրքրում է դա, գիտեք, բավականին մեծ քանակությամբ մարդիկ են նայում։ Այս իրավիճակն է, երբ որ դու ասում ես ճշմարտությունը, եւ ինձ ասում են, ինչու եք ասում, գիտեք ինչ, Պարսկաստանում կան հայհարմանք, միգուցե այնտեղ այնպիսի իրավիճակ է, որ այդ մարդկանց պետք է չէ իմանալ, որ ասենք 25 թվականին պատերազմը լինելու, իրենք կարողանան ինչ-որ առումով պաշտպանվեն, ինչ-որ քայլեր անեն, թեկուզ հենց իրենց անձնական կյանքի համար, հա, կամ ասենք այդպես եղել է, ես Ուկրաինայում ասել եմ Ուկրաինա, Ռուսաստան կամ ասենք Իսրայելում առանձին որ եղավ եւ այլն, այսինքն այս դեպքեր եղել է, ես ասել եմ այդպես մարդկանց օգնել եմ, հիմա ես նախորդ ասում եմ, ով խելացի միտք ունի, լսում է եւ ինքը կարողանում է ճշգրիտ քայլեր անել եւ ինձ ասում են ինչի եք ասում, այս մարդկանց թվում է թե մենակ Հայաստանում են հայեր ապրում, ոչ միտեղ չի ապրում, մենակ Հայաստանից կարելի է խոսել, այսինքն 24 թվականին ես ասել եմ, որ 22-25 թվականին լինելու է պատերազմ Իրան-Իսրայել եւ մենք այսօր դա տեսնում ենք եւ ասեմ, որ այս պատերազմը 1-2 օրով չի վերջանում, եթե նախորդ անգամ 1-2-3 օր տևեց, հիմա դա այդպես կարճ չի տևելու, որովհետեւ ջոհուդները տեսեք իրենք քանի որ պատրաստվում էին սրան, իրենք տենչում էին այսօրվան, չնայած որ բավականին մեծ թաղամասեր ոչնչացել են Իսրայելում, ամենակարևոր առաջն են պլանում էր հարձակվել Իրանի վրա եւ դրա համար իրենք 2024 թվականին ուշադիր, ես որ ասացի 25 թվականին լինելու է պատերազմ, ես արդեն գիտեի, որպեսզի պատերազմ իրենք կարողանային իրականացնել, իրենց պետք է որպեսզի Տրամպը գար իշխանության, որովհետև ինքը ջոհուդամետափեսան իր ջոհուդա եւ այլն շատ չմանրամասնեմ եւ ինքը բնականաբար այսօր ջոհուդների կողքին է, ինքը իր համաձայնությունը տվել է, որպեսզի հարձակվեն, Իսրայելը հարձակվի, պատճառը բանալը որ չեն օգնի, բայց բնականաբար օգնում են զենքերով, ամեն ինչով իրենք օգնում են, այլապես Իսրայելը Գազայից հետո, այդքան հարձակումներից հետո, այդ ինչքան իրանք ունեն տվյալներ, թե մարդկային, թե զենքի տեսքով, ֆինանսների տեսքով, որ հա, այդպես շարունակ պատերազմներ են մղում, եթե իրենք օգնություն չստանան, մենք տեսանք, որ խրախուսեց Եվրոպան նաև, որ շատ լավ է, որ դուք հարձակվում եք, ինքը չպիտի ունենա ատոմային զենք եւ այլն եւ այլն։ Եվ ուրեմն տեսեք ինչ եղավ, դրա համար իրենք պետք է բերեին Տրամպին, ուրեմն ասացի, իշխանության, որպեսզի 25 թվականին պատերազմը լիներ, ես ասացի, որ լինելու է, չէ՞ պատերազմ։ Եվ ես 24 թվականին գիտեի, որ Տրամպին են բերելու ուրեմն իշխանության, Տրամպը գալու է իշխանության եւ իրենք այս ամեն ինչը, այսինքն քանի որ պիտի լինի պատերազմ, այստեղ ես արդեն գիտեմ, որ պատերազմ է լինելու, նշանակում է այստեղ պիտի գա Տրամպը, որ այստեղ ջոհուդները իրենց ուրեմն վաղեմի երազանքը կարողանան իրականացնել։ Այսպիսի վերլուծությամբ իհարկե դու հասկանում ես թե ով է լինելու։
Եվ հիմա շարունակենք լսել եւ որովհետև ես խոսել եմ նաև եկեղեցու մասին եւ նշել, որ ես եկեղեցու կողքին եմ, այդ տեսնում եք այն ինչ որ այն հարցակումը, որ եղել է եկեղեցու, որ կա հիմա եկեղեցու հանդեպ։ Եկեղեցու դեմ եւ այլն ամեն ինչից անկախ ինչ ուզում լինի, ես կանգնած եմ եկեղեցու կողքին, որովհետև ես տեսնում եմ ինչ ալինում, մոռացեք, որ ես իմ նախորդի հավաքման նաև ժամանակ խոսացի բարի եւ չարու ուրեմն կռվի մասին, ես ասեցի, որ այդ ուժերը իրար դեմ են դուրս եկել եւ անպայման դա կդրսևորվի այսքանը ես կարծում եմ բավական է դուք լսեցիք որ ես խոսել եմ նաև այսինքն կանխատեսում եմ արել նաև եկեղեցու հետ կապված եւ իմ դիրքորոշումն եմ հայտնել առայն որ ես բնականաբար մնում եմ եկեղեցու կողքին կանգնած եմ եկեղեցու կողքին որովհետեւ այս թուրքերը բնականաբար հնարավոր է որ ուրեմն ինչ որ արշավ սկսեն, պայքար սկսեն, եթե իհարկե իրեն գնան այդ ուրեմն քայլին, ես ասեմ, որ հիմա եթե դա արվի, առավելությունը բոլոր դեպքերում եկեղեցու կողմը կլինի, անկախ նրանից ինչ որ մեկին փոխել, հանել, կաթողիկոս փոխել, եթե հանկարծ դա լինի, միևնույն է, առավելությունը լինելու է եկեղեցու կողմը շատ ավելի վատ իրենց համար եւ ես նշեմ նաեւ, որ հպարտի մոտ այսօրվանից սկսված իր մոտ կան վատ ասպեկտացիաներ, ես կարծեմ ինքը պետք է գնա նաև Էրդողանի հետ հանդիպման եւ այդ ասպեկտացիան ասում է նաև այն մասին, որ կարող են մեր երկրի համար ինչ որ վատ քայլեր արվի, ինչպես որ ինքը աստիճանաբար մեր երկիրը սպանում է, թրքացնում է եւ որտեղ Էրդողանն է ի վերջո այստեղ ղեկավարում, ինչ պետք է անել, ինչպես պետք է անել եւ այլն եւ այստեղ կփորձեն այսինքն հերթական հրամանները կտան եւ այդ հրամանները պետք է փորձի ինքը իրականացնել տեսնենք որ ուղղությամբ կգնա դա եկեղեցու ուղղությամբ գնա թե դրան զուգահեռ նաեւ այլ թեմաներ իրենք կակտիվացնեն այնպես որ իր համար մինչեւ հուլիսի կեսերը կամ հուլիսի վերջը պարտի համար շատ վատ ծանր բոլոր դեպքերում իրավիճակ է եւ միգուցե մենք իմանանք, միգուցե շատ բաներ ասենք իր սեղանին դրվում, ասում ես այսպես պետք է արվի, ինչեւ մենք դրա մասին չենք իմանում, բայց իր համար շատ վատ ժամանակահատված է եւ տիեզերքը այդպես գիտեք այսինքն իր դեմ որևիցե գործողություն սկսել, չգիտեմ ինչ որ թղթաբանության հետ կապված եւ այլն ինչ որ գործեր կան մեկ այլ բաներ, հա, քայլեր այս ընթացքում հա ինքը հնարավորություն է տալիս իրենից ազատվելու, լիկվիդացնելու, այս հարցը կա իդեպ եւ վատ ասպեկտացիա ունի նաեւ Տրամպը ես իմ նախորդայմա ես նորից չդնեմ ժամանակ չկորցնեմ, հա թե ինչեր եմ ասել, ուղղակի այսպես արագ ժամանակ շահենք եւ ասենք, որ իր մասին ասել է, որ ունենալու է ինքը իր համար շատ դժվար կամ նույնիսկ կամ իր ընտանիքին, եթե իրեն դա չվերաբերի, միգուցե հիմա երկուսն կան, մենք չգիտենք, որովհետեւ այլ աղբյուրներից լսում ենք շատ տարօրինակ պատմություններ, ինչևէ ինքը գտնում է դժվարկացության մեջ, հիշենք Կալիֆոռնիայում դեպքերը, բախումները, հիշենք Իլոն Մասկի եւ Տրամփ հարաբերությունները, իհարկե դա արդեն իր հերթին բերում է բավականին մեծ դժվարություններ Տրամփը եկավ եւ ասաց, որ ես ուրեմն խաղաղության աղավնին եմ եւ հիմա խաղաղություն կլինի աշխարհում, բայց մի օրում ինքը կանգնեցին էր պատերազմը Ուկրաինա-Ռուսաստան դա իրեն չհաջողվեց, ճիշտ է որ ուշքի քայլեր եղան, բայց բոլոր դեպքերում դա իրեն այդպես ամբողջական չհաջողվեց, դա շարունակվում է եւ իհարկե դրան ավելացավ նաեւ Իսրայելը հարձակվեց Իրանի վրա եւ այդպես այսինքն մի պատերազմ չավարտված եկավ մյուս պատերազմը դա ասում էր այն մարդ ով խոսում էր խաղաղության մասին եւ տվյալ անձը
նաև խոսում էր անհանգստանում էր Ուկրաինայում զոհերի, Ռուսիա եւ ուկրաինացի ուրեմն զոհերի համար, շատ էր անհանգստանում, բայց չէր անհանգստանում, դու դատապարտում էր ինչ-որ առումով նաև, բայց չէր անհանգստանում, որ ջհուդները Գազային այդպես կանանց եւ երեխաներին սպանում են։ Եվ այսօր ջհուդներն ասում են, տեսեք, իրանցիները գցում են խաղաղ ժողովրդի վրա, ժողովրդին այսպես են անում, բայց չեն ասում, բա իրենք ինչ են արել մյուս խաղաղ ժողովրդի հետ։ Այսպես, այսինքն Տրամպը խոսում էր անհանգստանում էր այնտեղ, բայց որ ջհուդներն են ցեղասպանում, չեն անհանգստանում, այսինքն այսպեսին է իրավիճակը, կարող են մտնել շատ հանգիստ այդ ազգը, ցեղասպանել, դուրս գալ եւ դրա մասին չխոսվի։ Այսպիսի ուրեմն բաներ կան, իր համար դա շարունակվել է ելի մինչև հուլիսի կեսը կամ հուլիսի վերջ միգուցե ինքը շատ մեծ դժվարություններ է ունենալու եւ ասեմ, որ առաջիկայում նաեւ հուլիս ամսին իդեպ նաեւ դեմոկրատները դուրս եկան իդեմս Տրամպի խոսեցին impeachment հայտարարել եւ այլն, այսպեսի հարցեր, այսինքն բավականին դժվար իրավիճակում է գտնվում Տրամպը։ Ես ասացի, ինքը երկօրյակ է եւ իր համար լինելու են լավ եւ ոչ լավ իրադարձություններ իր կյանքում այս 2 տարին 25-26 թվականներին, դե 25-24-ի վերջ 25, ինքը տարածվում է 2-3 ամիս այն էր, որ ինքը ընտրվեց նախագահ, իսկ վատը մենք դեռևս առջևում կարող ենք տեսնել այն իրադարձությունները, որ կլինեն, այնպես որ սպասենք տեսնենք, թե մինչև հուլիսի վերջ դա սկսվել է մայիսի վերջից, ես ասել եմ այդ ժամանակահատվածը վտանգավոր սկսվել է, մենք տեսանք այդքան գործողություններ կատարվեց եւ սա դեռ ավարտը չէ եւ ինքը դեռևս շարունակվելու է եւ ասեմ, որ այդպես Տրամպի հետ որ մեզ համար լավ է լինելու, դա այդպես չի, ինքը մեզ խաղաղություն եւ հաջողություն չի բերում բնավ, սա իմացեք եւ ինչ որ հույսեր կապել, դա եւս ճիշտ չի, սա այսպես եւ սա Տրամպի մասին, այսինքն իմ այդ կանխատեսումը եւս կատարվել է եւ հիմա ես կներկայացնեմ հուլիս ամսվա համար կանխատեսումը տեսնենք ինչ փոփոխություններ են լինում, այսինքն դու գիտեք արդեն մոլորակները երբ նշան են փոխում կամ լինում են հետընթաց, այդ ամենը անդրադառնում է իրադարձությունների, երկրում աշխարհում տիրող իրադարձությունների վրա, ընդհանուր մարդկանց վրա, առավել եւս ուրեմն բավականին փոփոխություններ, տրանսֆորմացիա, իսկ ասեի կատարում է եւ մենք դա զգում ենք։ Ես ինչու եմ այդպես ամփոփ կերպով ներկայացնում, որպեսզի դուք հասկանաք, թե որտեղ է էներգիան կուտակվում, որտեղ ավելի լարված, որտեղ ավելի հանգիստ համատաբար եւ ինչ է լինում։ Եվ այսպես հուլիսին մենք ունենք հետեւյալ իրավիճակը, նորալուսին, լիալուսին արևը փոխում է իր նշանը, նորալուսին, լիալուսին արևը ի վերջո դուրս կգա Խեցգետնի նշանից, որտեղ 21-ին, հունիսի 21-ին եւ արդեն ինքը համատարել Խեցգետնին, բնականաբար արդեն Խեցգետնի նշանից դուրս կգա եւ 22-ին ինքը կտեղավորվի արդեն առյուծի նշանում։ Նեպտունը կդառնա հետընթաց, որ գտնում է Խոյի նշանում, Սատուրնը եւս գտնում է Խոյի նշանում, ինքը կդառնա հետընթաց եւ Ուրանը կփոխի իր նշանը, վերջին անգամ ինքը կփոխի, որովհետև արդեն 2026 թվականին վերջնականապես կհաստատվի, այլևս չի փոխի նշանը, 7 տարի կհաստատվի երկօրյակի նշանում, ինչ կբերի Ուրանը, ինչպես կլինի, ես բնականաբար առանձին հաղորդում այդպես կներկայացնեմ Ուրանի մասին եւ բնականաբար մի քանի օրից եւս կանդրադառնամ արդեն կենդանակերպի նշաններին եւ այնտեղ ճիշտ կլինի, որ դուք ունենաք իմանաք եւ ունենաք ձեր ուրեմն քարտեզը, ձեր ասցենդենտի նշանը իմանաք եւ կարողանաք նայել միաժամանակ եւ ասցենդենտի նշանով եւ արևի նշանով, որպեսզի ուրեմն կանխատեսումը լինի այդպես ամփոփ, ամբողջական եւ դուք պատկերացում ունենաք, այլապես միայն լսելով արևի նշանը, այսինքն կամ հորոսկոպով դուք ինչ նշան եք, որտեղ մարդիկ չեն հասկանում, ասում ես արևի նշան։ Ուրեմն հորոսկոպով ինչ նշան եք, միայն դա լսելը բավական չի, դա ճիշտ չի, անպայման ասցենդենտի նշանն մենք լսում։ Եվ իհարկե Խիրոնն է դառնալու հետընթաց եւ Մերկուրին շատ կարեւոր է Մերկուրիի հետընթաց լինել, ուշադրություն դարձնել Մերկուրիին, սա բավականին կարեւոր է, ինչու, որովհետեւ տարվա մեջ միակ մոլորակն է, որ 3 անգամ ինքը
լինում է հետընթաց, եթե ասենք հեռավոր մոլորակն է տարվա կեսը լինում են հետընթաց, այսինքն մեկ անգամ հազիվ իրենք լինում են հետընթաց, ապա Մերկուրիի դեպքում մենք ունենք 3 անգամ, եթե կիսվում է, տեղափոխվում է հունվար ամիս, ստացվում է մոտ 4 անգամ, ուրեմն Մերկուրին հետընթաց է, դա ինչ է նշանակում, շատ կարևոր է, գիտեք, մենք ամեն ինֆորմացիա, վատ, սխալ, նեգատիվ եւ այլն, այդ ինֆորմացիաները լսելիս ինքը նստվածք է տալիս, ենթագիտակցության մեջ տեղավորվում է եւ դա հիվանդությունը կարող է առաջացնել, դրա համար Մերկուրին հետընթաց է լինում, որպեսզի մենք հարաբերությունները մեկ-մեկու միջև պարզենք եւ կարողանանք նաեւ մաքրել մեր մեջ այն նեգատիվը, այն վատը, այն կիսատը, որ կիսատ է մնացել ու դա մեզ անհանգստացնում է, մենք կարողանանք դրանից ազատվել, ռեստարտ, մաքրվենք դրանից եւ հետո նոր ինքը կդառնա օղընթաց, մենք կարողանանք նոր սկսել, եթե մենք չենք մաքրվում, ես ասեմ դա կուտակվում է այդ ինֆորմացիան, հակապես ով պատահին նայում է գարշանք հոգեխանգարված գիրդևին, մյուսներին եւ կան նաեւ դաշտում այլ ինֆորմացիաներ, մարդիկ ովքեր այդ հաղորդում են այդ ինֆորմացիան, շատ վտանգավոր է, ամեն ինչը ձեզ մոտ նստվածք է տալիս, դուք չեք էլ հասկանում ոնց եք հենց դեգրադացումը, հա, դուք ոնց եք դեգրադացում, ոնց եք իջնում, ձեր մակարդակը ոնց եք ձեռք բերում հիվանդություններ, դուք դա չեք էլ հասկանում, գլխացավեր եք ունենում, նյարդային վիճակն է լարվում եւ այլն նման ինֆորմացիաներից ահա այսքան կարևոր է Մերկուրին, որովհետև երբ դու ազատվում ես այդ մտքից, ինքը նոր ճանապարհ է բացում դեպի առաջ եւ դու հնարավորություն ես ունենում մեկ անգամ եւս փորձելու, այս անգամ արդեն գիտելիքներ ունես եւ դու կարողանաս այդ ճանապարհ անցնել, եթե դու չես անում, դու մնում ես այդպես ճահիճը քեզ քաշում է ու քեզ արդեն Մերկուրին չի կարող ճանապարհ բացել, որպեսզի դու անցնես, այսքան կարևոր է եւ եկեք հիշենք մի բան, տեսեք Սողոմոնը ինչ խնդրեց Աստծուց իմաստնություն, չէ, իմաստնությունը դա միտքն է, իսկ միտքը դա Մերկուրին է, այսինքն ինքը հասկացավ, եթե դու ունես իմաստություն, շատ հարցեր կարող ես կարգավորել, դու կարող ես ամեն ինչ լինել, դառնալ, պահել քո գահը, այսինքն ինքը ոչ թե ոսկի ուզեց իր գահը պահել, նա կարող է սպանել եւ այդ ոսկին վերցնել, այլ իմաստնություն ուզեց, որ կարողանար պահպանել այդ ոսկին եւ իր իշխանությունը եւ գահը։ Այսքան կարևոր է Մերկուրին եւ դուք պիտի ուշադրություն դարձնեք անպայման ինքը լինելու է հետընթաց, ես հիմա կասեմ դա երբ է, իսկ մենք թերևս սկսենք հուլիսի 5-ից, հուլիսի 5-ին Նեպտունը, որ գտնվում է Խոյի նշանում, ինքը կդառնա հետընթաց մինչև դեկտեմբերի 10-ը 2025 թվական, իհարկե այնտեղ են գտնվում, իրենք դուրս են գալու Խոյի նշանից, գիտեք հեռավոր մոլորակները գալիս են մի քանի անգամ տեղափոխվում են տվյալ նշանում, այդպես հաստատվում են, հետո դուրս են գալիս, այսինքն իրենք մարդուն նախապատրաստում են այդ կերպ, որպեսզի այդ փոփոխությունները մարդու մոտ դա այդպես շոկային չլինի մի անգամ այդ փոփոխություն մի անգամից, հա, ինքը աստիճանաբար է բերում մարդուն։ Նեպտունը երկար ժամանակ է գտնվում Խոյի նշանում, բնականաբար ինքը այդտեղ լավ չի զգում, որտեղ ինքը ջրի տիրակալն է, մոլորակն է եւ հիմա հայտնվել է կրակի մեջ։ Եվ քանի որ մենք գիտենք Խոյի մեջ հայտնվել, Խոյը Մարսն է մոլորակը, բնականաբար պատերազմի մասին է խոսքը, Նեպտունը երբ մտնում է, այստեղ այդ անորոշությունը, պատերազմական վիճակը եւ այլն ինչ որ առումով ինքը ակտիվացնում է։ Եվ մենք տեսնում ենք Իրան-Իսրայել, հա, այդ իրավիճակը եւ ընդհանուր դեռևս ոչ միայն դա, այլ պատերազմները շարունակվում են եւ հիմա ինքը դառնալու է հետընթաց։ Հուսանք, որ մեր Նեպտունի հետընթաց լինելը, այնուհետեւ Սատուրնը լինելու հետընթաց 13-ին, որը եւս գտնվում է Խոյի նշանում, այստեղ որոշակի թեթևություն կարող է բերել եւ գիտեք Խոյերի համարից իհարկե առանձին խոսեմ, պարզապես անհատական մարդկանց համար եթե ասենք, ուրեմն այդ անորոշությունը կթեթևանա եւ Խոյերը գիտեք խանգարում է տեսնելու ապագան, ուր են գնալու, ինչ են կանելու, ինչպես է լինելու եւ հիմա այդ ամեն ինչը մի քիչ ուրեմն կիչնի լարվածությունը առավելևս երբ իրենք դուրս կգան Խոյի նշանից, արդեն Խոյերը պիտի հասկանան
այդ ժամանակահատվածը իրենք կողմնորոշվեն ինչ են անելու, իրենց ապագայի հետ գնում են ինչ-որ միտեղ սովորելու, այստեղ են սովորելու, ընդունվելու են, ընտանիք են կազմելու, այլ երկիր են գնալու, վերադառնալու են եւ այլն, նայած ով ինչ խնդիր ունի իր առջև դրված կյանքում, ինքը ուրեմն դա պետք է կատարի, որովհետեւ այդ անորոշությունները բնականաբար նորից կրկնվելու են, երբ իրենք նորից այդտեղ կմտնեն։ Ուրեմն 5-ին հուլիսի մինչև դեկտեմբերի 10-ը Նեպտունը լինելու է հետընթաց եւ Սատուրնը լինելու հետընթաց հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 28-ը։ Ես նշում եմ ժամանակահատվածները, որպեսզի դուք հասկանաք, որ այդ ժամանակահատվածում իրենք դուք կարող եք, հատկապես երբ իրենք դուրս կգան, դուք կարող եք որոշակի քայլեր անել։ Եվ ասեմ, որ բոլոր դեպքերում կրակի նշանների համար, քանի որ են գտնում են խոյի նշանում, իրենք կրակի նշանների համար դա բնականաբար շատ ավելի լավ է, իրենք կողմնորոշվում են, իրենք շատ հաստատուն գիտեն ինչ պետք է անեն, ինչպես պետք է անեն, հա, երկորյակները, ջրհոսները իրենց համար էլ մեծ հաշվով հիմնականում իրենց համար ասենք, իրենց համար էլ վատ չի, երևի թե երկորյակները եւս գիտեն, բայց Ուրանը արդեն ուրիշ պատմություն է բերում եւ հենց 7-ին էլ Ուրանը կմտնի երկորյակի նշան։ Ես ասացի վերջին անգամ է մտնելու, այդպես ներսու դուրս անելու ինքը կմնա երկորյակի նշանը մինչև նոյեմբերի 8-ը։ Եվ Ուրանը բնականաբար ես կանդրադառնամ առանձին, հիմա չեմ ուզում մանրամասնել, բնականաբար երկորյակների մոտ կլինի ոչկային փոփոխություններ, միանշանակ փոփոխություններ կլինեն առաջիկա 7 տարում եւ այդ ցանկալի է, եթե դուք երկորյակ եք, հասկանաք, իմանաք ձեր ասցենդենտի նշանը որն է, որպեսզի դուք կարողանաք հասկանալ, թե որ բնագավառում է փոփոխությունները եւ ասենք պատրաստվեք խոսքի օրինակ, եթե ասենք ցուլ եք կամ ցուլի նշանի ներքո ծնված կամ կարիճի, հա, նշանի ներքո, այս դեպքում ձեր ֆինանսներն են եւ դուք պետք է հասկանաք, որ ժամանակ առ ժամանակ դուք կարող եք ֆինանսներ ունենալ եւ կարող եք ֆինանսներ կորցնել։ Այսինքն դա շատ կարեւոր է դուք իմանաք ձեր ասցենդենտի նշանը եւ հասկանաք ձեզ ինչ է սպասում աշխատանքի փոփոխություն, ֆինանսների դա կբերի փոփոխություն եւ որ դուք այն ժամանակ երբ դուք ունեք լավ աշխատանք, մեծ գումար եք վաստակում, այդ գումարը այնպես ծախսեք, որովհետեւ դրան հաջորդել է այնպիսի մի ժամանակահատված, որ դուք ասենք ծախսել եք գումար եւ գումար չեք ունենալու, այսինքն ճիշտ պիտի առաջիկա 7 տարում այդ երկու նշանները մասնավորապես պետք է հասկանան, թե ինչ ճիշտ պիտի ծախսեն իրենց գումարը, այսինքն իրենց ֆինանսների հետ պետք է շատ խելամիտ վերաբերվեն։ Սա ուղղակի ես ձեզ օրինակ բերեցի, իսկ ուրեմն նշանների ժամանակ Ուրանը ներկայացնելիս ես արդեն ավելի կմանրամասնեմ 11-ին տեղի կունենա լիալուսինը Հայաստանի ժամանակով 00:36:37 վայրկյանին արևելությունը կհակադրվեն 19 աստիճանում այծեղ ջուրի նշանում տեղի կունենա լիալուսինը եւ գիտեք, այստեղ հնարավոր է որ ասենք Եվրոպայի համար դա լինի արդեն ամսի 10-ը, հուլիսի 10-ը լինի, այնպես որ անակնկալի չգաք, այստեղ ժամային հարաբերությամբ փոխվում է եւ Եվրոպայում Ռուսաստանում էլ ընդհանուր ուրեմն լիալուսինը լինում է ամսի 10-ին։ Հայաստանում լինում է արդեն ուրեմն 11-ին եւ այծեղ ջուրների համար գիտեք երբ կթուլանա էներգիան Նեպտունի Սատուրնն էլ արդեն 13-ին Սատուրնը դառնում հետընթաց, հա, արդեն այդ էներգիաները թուլանում են եւ իրենց համար խոյերի, այծեղ ջուրների, կշեռքների եւ խեցգետիների համար պարզ կլինի իրենց անելիքները, իրենք կհասկանան բոլոր դեպքերում ինչ են անելու, ոմանց մոտ միգուցե արդեն կատարվել է, ավարտվել է, ոմանց մոտ նոր է կատարվելու, այսպիսի իրավիճակ է լինելու, բոլոր դեպքերում լիալուսինը այստեղ նպատակներն են եւ բոլոր դեպքերում ընդհանուր աշխարհում երբ Նեպտունը, Սատուրնը, առավելևս Ուրանը փոխում է իր նշանը, Մերկուրին է դառնում հետընթաց, այստեղ հնարավոր է որ դա իհարկե հուլիսի մասին եմ ասում, սա հուլիսին է, չշփոթենք հիմիկվա հունիսի մասին, հունիսի հետ, այստեղ որոշակի ինքը արդեն այդ էներգիան տարածում է ուրեմն ավելի հանդարտվելուն, հա, հանդարտվելուն, միգուցե
չգիտեմ, հուլիս կհասնի պատերազմը թե չէ, բոլոր դեպքերում այստեղ մի քիչ դժվարանում եմ ասել, որ ընդհանուր հուլիսին կհասնի, միգուցե փոխակերպվի, բայց փոխակերպվի այլ մի բանի, բայց հուլիսին հասնել, իհարկե լիալուսն ինքը տանում է ավարտին, բայց մոլորակների հետընթացությունը կարող են որոշակի այդպես կանխում մտցնել։ Այսպիսի իրավիճակ կարող է լինել եւ անցնենք առաջ, ուրեմն 13-ին արդեն ասացի Սատուրն Նեպտուն դառնում են հետընթաց եւ 18-ին 18-ին շատ կարևոր իրադարձություն, Մերկուրին դառնում է հետընթաց առյուծի նշանում այստեղ միանշանակ կլինեն մենք վերանայում ենք ամեն ինչ, վերանայում ենք այն հարցերը, որոնք մասնավորապես կապված են ընտանիքի հետ, երեխայի հետ, սիրային թեմաներն են, որին պետք է անդրադառնալ, վերլուծել եւ հասկանալ, ճշտել հարաբերությունները սիրո հարցում, կամ երեխայի հարցում առանձնանում են, ապրում են իրենք առանձին, կամ ուրիշ ուրեմն թղթաբանական հարցեր երեխայի հետ կապված շատ տարբեր, հարցեր յուրաքանչյուրի մոտ իր ուրեմն թեման կլինի, բոլոր դեպքերում 18-ից հուլիսից մինչև օգոստոսի 11-ը Մերկուրին կլինի հետընթաց եւ այստեղ գլխավորը երեխաների թեման է, որ ուրեմն կարևորվում է եւ ես երեխաների մասին ձեզ ասել էի ինֆորմացիա, որ վտանգավոր ժամանակաշրջան է, մի քանի ամիս այդպես վտանգավոր է, այև հիմա կարող է լինել այդպես այդ հարցերը վերանայեն, ինչ որ հարցեր յուրաքանչյուր այնպես որ այս թեման կլինի եւ երբ կրքերը հանդարտվեն հնարավոր է վերանայվի նաեւ որևիցե նախագահի, պրեզիդենտի, վարչապետի փոփոխության թեման, այսինքն ինքը պլյուս մինուս աշխատում է հուլիսին այդպիսի իրավիճակ լինի, որ այդ հարցը դրվի շատ կոնկրետ, տեսնենք դա ում կվերաբերվի եւ հիշեցնեմ, որ հպարտի մոտ կան շատ վատ ուրեմն էներգիաների կուտակված եւ փոփոխություն եւ նկատենք, որ Ուրանը մտնում է երկօրյակի նշան, ինքը երկօրյակ է, իր կյանքը բերում է փոփոխություն կյանքում, այնպես որ ես իմ ասելիք ասեցի, մինչեւ այժմյանից սկսած մինչև հուլիսի կեսերը կարող են նույնիսկ մի քիչ շարունակվել, իր համար շատ ծանր խոցելի ժամանակահատված է։ Եվ իհարկե 22-ին արևը կփոխի իր նշանը կմտնի առյուծի նշան դուրս գալով խեցգետնի նշանից եւ ասեմ, որ արևը երբ մտնում է առյուծի նշան, ինքը այդտեղ իր տանն է եւ շատ ուժեղ է եւ հիմնականում շոկերը սկսվում են հենց այդ ժամանակ, օգոստոսի 20-ից, ներողություն հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 20-ը այդ ժամանակահատվածը ամենաշոկ ժամանակահատվածն է, որովհետեւ արևը իրեն շատ լավ է զգում այսպես եւ 24-ին տեղի կունենա նորալուսինը Հայաստանի ժամանակով 23-ից 11 րոպե 1 վայրկյան արևելուսինը կմիանան առյուծի նշանում եւ 24-ին փաստորեն առյուծի նշանում տեղի ունենալու նորալուսինը եւ այստեղ տեսնենք ինչ նոր ղեկավար, տեսնում եք, այսքան ղեկավար փոխելու հնարավորություն է տալիս հնարավոր է դա տիեզերքը դա տալիս է եւ պարզապես գտնվեն մարդիկ խելացի, որպեսզի կարողանան դա իրականացնել։ Այսպիսի իրավիճակ, նորալուսին, նոր սկիզբ, այնպես որ այդպես եւ հիմա հաջորդ կարևոր իրադարձությունը դա այն է, որ 30-ին Խորոնը, որ գտնվում է Խոյի նշանում, ինքը դառնալու է հետընթաց հուլիսի 30-ից մինչև 2026 թվականի հունվարի 2-ը ինքը լինելու է հետընթաց, ինքը եւս երկար ժամանակ այդպես հետընթաց է լինում եւ դա եւս կարծում եմ ինքը Խոյի նշանում, տեսնում եք, եւ Նեպտունը, եւ Սատուրնը, եւ Խորոնը հուլիս ամսին լինում են հետընթաց, դա ավելի մեղմացնում է ուրեմն կրքերը այսպիսի իրավիճակից կարծում եմ հուլիս ամսին եւս իմի կբերեն
կփորձեն վերանայել հարաբերությունները, կփորձեն ինչ-որ այդպես կարգավորումներ մտցնել հուլիս ամսին, ինչևէ չշտապենք, տեսնենք, թե ինչեր են կատարվում, երևի թե այսքանով ուրեմն ընդհանուր ես ավարտեմ, միայն ուզում եմ նշել, որ գիտեք, հիմնականում, տեսեք, Մերկուրին առյուծի նշանում է առյուծներին մասնավորապես բնականաբար վերաբերում է, որ իրենք, եթե ինչ-որ հարցեր կան առավելևս թղթաբանական, իրավաբանական եւ շատ տարբեր, հա, իրենք պետք է, գիտեք, պետք է վերանային շատ բաներ իրենց փոխային միտքը։ Տեսեք, Ուրանը մտնում է լավ, չանցնեմ առաջ, շատ հետաքրքիր է, ես դրան կանդրադառնամ ուրեմն հաջորդ հաղորդման ժամանակ, ուշադիր եղեք, հետևեք եւ ես կասեմ, թե որ նշաններն են, որովհետեւ այստեղ փոփոխություն է լինելու, շատ փոփոխություններ են, մտածողությունը, հայացքները, վերաբերմունքը, հարաբերությունները, շատ բաներ են փոխվելու եւ այստեղ որ նշաններն են, որ դժվարություն են ունենալու եւ իրենք պետք է անեն մաքսիմալը եւ չվախենան փոփոխությունների գնալուց։ Սա իհարկե Ուրանի մասին, բայց ես դա ուրեմն իմ հաջորդ հաղորդման ժամանակ կանդրադառնամ եւ նաեւ կներկայացնեմ նշանների համար, կենթանակերպի նշանների համար եւ ինչպես ասացի, մի քանի օր հետո էլ արդեն ընդհանուր կենթանակերպի նշանները կներկայացնեմ։ Այսքան առայժմ։